Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Սառել մի զանգի անիմաստ է։ Ես Դիանային եմ զանգում։ Աչքերից չեմ հավատում, ես ոնց է ինձ հիշել ես։ Դիանա ուր ա գոռում։ Քեզանից է գնացել, Սառա, արդեն ասել եմ։ Ես երեք եմ խոսել հետը, ինքը պիտի բաժին գար, ասում եմ ուր ա։ Այդ ինքն է ասել, որ պետք է գար բաժին։ Հա, դու հարցիս պատասխանի։ Կարողա խաբելա, որտեվ զզվացրել ես աղբորս։ Ու դժվար Ամերիկայից աղբերս գա ինչ-որ բաժին գալու համար։ Որտեղից։ Ամերիկայից, Սառա։ Գոռը Ամերիկա է թռել ու հավանաբար իմ արդեն հասել է։ Փաստորեն քեզ տեղյակ չի պահել։ Ես քեզ չեմ հավատում։ Դու մի անգամ չի որ ինձ խաբել ես, ինչի պիտի հիմա ճիշտն ասես։ Չես հավատում, մի հավատամ։ Այդ դեպքում ինչի ես ինձ զանգել։ Ուրեմն շարունակի սպասել։ Սառա, դու հիշում ես, ես քեզ զգուշացրել էի։ Զգուշացրել էի, որ գոռը շատ կարճ ժամանակում քեզ կմոռանա։ Մի քիչ հետդ կխաղա ու քեզ կթողնի։ Մի սիրուն օր դա լինելու էր, ու այսօր այդ սիրուն օրերից մեկն է։ Ես չգիտեմ, թե գոռը ինչի պիտի բաժին գար, որովհետև ինքը օրենքի հետ իր բոլոր հարցերը լուծել է։ Բայց հասկանում եմ, երևի քեզ այդպես է հավատացրել, որ հետևից չընկնես, աղբերս զզվել է քեզանից։ Ու դու մտածում ես, որ քո խոսքերն ինձ համար ինչ-որ նշանակություն ունեն։ Եթե գոռը չկա, ուրեմն ինչ-որ բան եղել է։ Ինքը հենց այնպես չէր թողնի ու գնար։ Եթե անգամ համարենք, որ ինքն ինձնից է փախել ու գնացել մեկ է, բաժին հաստատ կգար։ Ինքը հենց այնպես չէր թողնի ու գնար այն դեպքում, երբ ուրիշն է օրենքի առաջ պատասխան տալիս։ Բայց ինչի, Սառա ջան, գոռը միշտ էլ Ամերիկայում ապրել։ Իր ամեն ինչ այնտեղ է, մամաս, տուն, տեղ, գործ։ Ինչի պիտի այստեղ մնար։ Այստեղ միայն ես եմ, որ կարևոր եմ իր համար, որ այստեղ եմ մնացել, բայց դու մի անհանգստացի, մենք այդ հարցն էլ կլուծենք։ Իսկ ինչ վերաբերում է բաժին գալու, ինչի պիտի գա։ Ինքը անմեղ է, ու այստեղ փակվում են բոլոր թեմաները։ Սար։ Ինչ էր ասում Դիանան։ Ուր է գոռը։ Պարզ է։ Չի գալու, չէ՞։ Ասում է Ամերիկա է գնացել։ Էլ կա։ Պետք չի Դիանայի ասածներին լուրջ վերաբերվել։ Ինքը գիտես առաջին անգամ չի որ։ Ինչ։ Ինչ Սառա։ Ինձ ես խաբում, թե քեզ։ Շուրջդ նայի գոռը կա։
Եկել է գորը։ Շնորհակալ եմ։ Փաստաբանն է գալու, խնդրում եմ ուղեկցիր իմ սենյակ։ Լավ։ Պապ, ուղղակի գիտես ինչն է այն մեջ կասկածներ առաջացնում, որ դու ինքդ Միսակին տնից դուրս անեցիր։ Ընդգծված վատ վերաբերմունք ունեիր Միսակի հանդեպ։ Ու հիմա հենց նույն Միսակի օգնությանն ես դիմում։ Ինչի՞։ Նարինե, իմ վերաբերմունքի մեջ ոչ մի բան էլ չի փոխվել։ Պարզապես, երբ հարցը վերաբերում է երեխաներին, ավելի հարմար մեկին, քան իրենց հայրն է, ես չեմ կարող գտնել, որ ինձ օգնի։ Ու ընդհանրապես հիմա ժամանակն է, որ մենք բոլորս ինձնից սկսած ամեն ինչ դնենք մի կողմ, մեր էգոն, մեր ցանկությունները ու զբաղվենք միայն աղջիկներով, որովհետև հիմա ամենակարևորը աղջիկներն են։ Նարինե, ես տեսնում եմ, որ դու ինձ հետ համաձայն չես, բայց ինչի ես լռում։ Պապ, եթե հարցը Միսակին է վերաբերում, ես չեմ կարող լավ բանի ակնկալիք ունենալ։ Հայս իրեն չեմ վստահում։ Կարող է ծայրահեղացնում եմ կամ ինչ-որ բաներ են չեմ ասում, բայց ես իսկապես իրեն չեմ վստահում, պապ։ Հատկապես երեխեքի հարցում։ Ու ինձ թվում է, որ Միսակը պահը օգտագործում է, որպեսզի տուն վերադառնա։ Բայց Ինչ բայց։ Սրանք իմ մտքերն ու վախերն են։ Դու կարող ես ինձ չլսել։ Ու եթե կարծում ես, որ այդպես ավելի ճիշտ է, խնդրում եմ արա այնպես, ինչպես որ ուզում ես։ Որովհետև իմ համար էլ է կարևոր աղջիկների լավ լինելը, պապ։ Չեմ հասկանում, ես տղեն ուր ա կորել։ Մամ, Հո ջան, լավ չես զգում քեզ։ չէ լավը մի անհանգստացի։ Մի քիչ գլուխս ա ցավում, բայց կանցնի։ Իսկ Էլկան ու Սարան դեռ չեն եկել։ Չէ, բայց հույս ունենանք, որ լավ նորությամբ կգան։ Ուղղակի ինչ նորություն էլ լինի, մեկը լավն է լինելու, մյուսը վատը։ Ու ամենասարսափելին նա, որ այս ամեն ինչի մեղավորը ես եմ։ Քեզ մի մեղադրի, բալես։ Հա, ինչ եղել է վատ է, շատ վատ է, բայց մենք հիմա ոչ թե պիտի մեղադրենք իրար կամ չարանանք մեկս մյուսի հանդեպ, այլ փորձենք միասին ելքեր գտնել։ Մենք էլ ձեզ էինք սպասում։ Ինչ նորություն կա, գորը արդեն գնացել է բաժին։ Հա, գոր գնացել է, բայց ոչ թե բաժին, այլ Ամերիկա։ Չհասկացա։ Ես իմ սենյակ եմ գնում ու խնդրում եմ գոնե հիմա ինձ հարցեր չտակ ու ոչ մի բան չասեք էլի։ Սարա ջան, Էլկան ինչ էր ասում, ինչ Ամերիկա։ Ես չգիտեմ ոնց ու ինչի համար, բայց Էլկան ճիշտ է ասում, գորը գնացել է Ամերիկա։
Սկզբից ես էլ չէի հավատում, բայց հիմա հասկանում եմ, որ ուղղակի մտքումս ուզում եմ արդարացնել այն, ինչն արդարացում չունի։ Բայց ախր գոռը այն մարդը չի, որ այս ամեն ինչ ուղղակի թողներ ու գնար։ Ես էլ էի այդպես մտածում, բայց այս ամեն ինչին բացատրություններ չեմ գտնում։ Իսկ ո՞նց իմացար, որ գոռը գնացել է։ Դիանայի հետ եմ խոսել, ինքն ասաց։ Իսկ ինչի ես դու միանգամից հավատում Դիանայի ասածներին։ Նկատի ունեմ, որ կարող էիր ինքդ վերցնել հեռախոսը ու զանգել գոռին։ Գոռը զանգերից չի պատասխանում։ Ցանցերում ակտիվ է, բայց նամակներս չի կարդում։ Էլ կան ճիշտ է ասում, եթե գոռը ցանկանար, մինչև ես հաստատ հայտնված կլիներ։ Ուղղակի ժամանակն է ընդունել, որ գոռն այն մարդը չէր, ով թվում էր։ Չէ, բայց այս պատմության մեջ ինչ-որ մի բան հնչի։ Ինչի ես այդքան վստահ, որ Ձանան խաբել է Զարային։ Կգաս պատուհան։ Ինչ պատուհան։ Քո ննջարանի։ Արման, դու գժվել ես։ Պապին որ տեսնի երկուսիս էլ սպանել Ես են։ քեզ։ Ապրես։ Դե լավ է էլի։ Շոկոլադից ավելի շատ է տրամադրությունդ բարձրանում, քանից տեսնելուց։ Արման, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Հեսա թողես ամեն ինչը մի քիչ հանդարտվի, կգամ ու պապիկիդ հետ կխոսեմ։ Թե չէ ոնց որ երեխա լինենք, թաքուն բաներ չեմ ուզում անենք։ Հա, բայց հիմա գնաց տուն, որովհետև ցուրտ է։ Իսկ ես չեմ ուզում դու հիվանդանաս։ Հիմա ես քեզ ոնց եմ օգնելու, Արման։ Ես անընդհատ կապի մեջ եմ Արմանի փաստաբան Ենոքյանի հետ։ Դե Ենոքյանը ընկերս է։ Իրան իրավիճակը ներկայացրել եմ, դրա համար Արմանի հետ կապված ինֆորմացիան տիրապետում եմ։ Ապրես։ Շնորհակալ եմ։ Արմանի հետ կապված յուրաքանչյուր ինֆորմացիա, մանրուքներ, ես պիտի տեղյակ լինեմ։ Մի պահ լուրեր տարածվեցին, թե իբր գոռը պետքա գա բաժին ու ցուցմունք տա, որ հենց ինքն է եղել ծեծողը, բայց այդպես էլ չեկավ։ Գիտեմ ու չեմ զարմանում։ Ինձ ուրիշ բան է հետաքրքիր։ Մենք ոնց կարող ենք Արմանի հետ կապված հարցը լուծել։ Այս պահին գրեթե անհնարին է։ Ավելին ասեմ, Արմանը կարծես ամեն ինչ անում է, որ հնարավորինս շատ իր պատիժը ձգձգի։ Այսինքն Դե օրինակ հարցաքննության ժամանակ շատ անարգալից է իրան պահել քննիչի հետ։ Արմանը։ Արմանը։ Ես կարծեցի, թե այդ հուզական ֆոնի վրա միգուցե նյարդերը տեղին է տվել, բայց այստեղ ավելի կարևոր է, թե քննիչը ինչ է մտածում այս ամենի մասին։ Դե բոլորս էլ հասկանում ենք, որ քննիչի վերաբերմունքից է կախված, թե գործը ինչպես ընթացք կստանա։ Հասկացա։ Մի այսպիսի բան, ես ոնց կարող եմ հանդիպել Արմանին, տեսակցություն։ Գործը այս փուլում նման հանդիպում կազմակերպել անհնարին է։ Ես գիտեմ, բայց նաև կարծում եմ դժվար չի ելքը գտնելը։
դու պիտի մոտակ այգում լինես։ Բայց ուր ես տղես։ Հավատս չի գալիս, որ կարող ես իմ հանդեպ այսքան դաժան լինել։ Չեմ ուզում հավատալ, որ կարող ես ուղղակի այս ամեն ինչը թողնել ու գնալ Ամերիկա։ Որ հիմա կողքից նայում եմ, հասկանում եմ, որ քեզ գնալու համար ուղղակի առիթ էր պետք։ Կարող էիր ինձ ասել, ես քեզ չէի պահի, բայց պետք չէր Արմանի ճակատագրի հետ խաղալ։ Ես ամեն անգամ պապիկի մոտ պաշտպանել եմ քեզ, բայց հիմա հասկանում եմ, որ ինքը ճիշտ էր, երբ ասում էր, որ մի տան մեջ չեն կարող երկու տարբեր արժե համակարգ ունեցող մարդիկ մեծանալ։ Դու ինձ համար այնքան անթերի էիր գոռ։ Բայց հիմա հասկանում եմ, որ Դիանայից ոչ մի բանով չես տարբերվում, նույնիսկ ավելի վատն ես։ Կարող էիր թողնել ինձ, կարող էիր ջնջել ինձ քո կյանքից, բայց չխաղալ անմեղ մարդու ճակատագրի հետ։ Դու ես արել, բայց ինչի եմ ես ինձ վատ զգում գոռ։ Չեմ հասկանում, ով պետքա գա, ում ենք սպասում։ Բժիշկ։ Բժիշկ։ Ստեղով կա։ Ինչ է պատահել։ Ինչ է եղել։ Լավ չեմ։ Հիմա բժիշկի կանչեմ։ Գլուխս շատ ուժեղ ցավում է։ Սարգիս։ Հա, Սարգիս ջան։ Լավ չեմ բժիշկ։ Ինչ է, Սարգիս ջան, ինչ է ելել։ Ասա տենա։ Սարգիս։ Լավ չեմ։ Ինչ այլ է, Սարգիս ջան, ասա տենա։ Սարգիս։ Շտաբ, տեղեք ասեք, վերակենդանացման բաժանում բարձանում եք։ Սարգիս։ Չէի սպասում, որ այսքանից հետո կգաք։ Ես էլ քեզնից շատ բան չէի սպասում, բայց ես բայցը շատ բան է փոխում ու ցավոք դեպի վատը Արման։ Ինչ ես կոնֆլիկտի մեջ մտել քրնիչի հետ։ Չգիտեմ, համբերությունս մի պահ չհերիքեց ու տենց ստացվեց։ Գիտեմ, որ դա անհետևանք չի մնա։ Ես ամեն ինչ կանեմ, որ օգնեմ քեզ։ Ծանոթ եմ գործին։ Իսկ քո գործին հիմք են ընդունում այն, որ դու եղել ես հիվանդանոցում, իսկ հիվանդանոց ես եմ քեզ ուղարկել։ Քո փաստաբանը կլինի ամենալավ փաստաբանը։
Շնորհակալ եմ։ Ու հասկանում ես, չէ՞, իմ գալու հիմնական նպատակը։ Մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Դու ասացիր, որ քո հաշվին նստելա ճիշտ այնքան գումար, ինչքան որ կորել էր տպարանից։ Հա, ես եմ արել։ Ես քեզ չեմ հավատում։ Արման, ես քեզ չեմ հավատում։ Են որ այդ չափի գումար քո հաշվին անստել, դա հենց այնպես հոթից չի, դա փաստ է, բայց փաստ է նաև են, որ դու հաստատ նման քայլ չէիր անի։ Բայելով, ապացույցները կան, ես էլ չեմ հերքում, ես եմ արել։ Արման, ես գիտեմ, որ հայրդ ազատության մեջ է ու Հայաստանում։ Քո կարծիքով ես քեզ չեմ ճանաչում։ Քո կարծիքով ես չգիտեմ, թե քեզ ինչ դաստիարակություն եմ տվել։ Լավ, ենթադրենք դու ընկել էիր երկու քարի արանքը։ Ու վերջում բոլոր դեպքերում ընտրում ես հորդ։ Միևնույն է, դու չպիտի լռեիր։ Հիմա դու պատկերացնում ես իմ վիճակը։ Այդ 2 կոպեկի պատճառով Վահեն մահացավ, ընտանիքս քարուքան դեղավ, բայց դու նախընտրեցիր լռությունը։ Գիտեմ, որ արածս ոչ մի ներում չունի։ Հայրդ քեզ իր ձեռքում խաղալիք է դարձրել, իսկ դու լուռ ու մուճ ենթարկվում ես դրան։ Հերս ստեղ ոչ մի բանի հետ կապ չունի։ Այդ ամեն ինչը ես եմ արել։ Ու ես հիմա չեմ կարող նայեմ ձեզ ու ինձ արդարացնելու համար մեղադրեմ ուրիշին։ Ուղղակի համարձակություն չեմ ունեցել գալ ու ասել ձեզ այդ ամեն ինչի մասին։ Բայց հիմա համարձակվում ես աչքերիս նայել ու ստել։ Լավ։ Անկախ նրանից դու ես արել դա, թե չէ, փաստը մնում է փաստ, որ լռել ես։ Լռություն կա, որ երբեմն դավաճանության հոմանիշ է դառնում։ Եթե դու ասեիր, գուցե ես ժամանակին այլ կերպ արձագանքեի, գուցե փորձեի հասկանալ քեզ։ Միայն թե ոչ ես պարագայում։ Իմ համար այնքան բան եք արել, իսկ դու ճիշտ ժամանակին հայտնեցիր շնորհակալությունդ։ Հիմա նայելով ուղիղ աչքերիդ մեջ հասկանում եմ, թե ինչ դժվար է զավակ կորցնել։ Եթե անգամ քեզ մի օր ներեմ,
Ինձ չեմ ներելու, որ այսքան միամիտ եմ եղել ու քեզ այդքան մոտ եմ ինձ թողել։ Դու ստոր մարդ ես, Գոր։ Պապի։ Ուրա գնացել։ Ինչի քնած ես։ Քունս չէր տանում, ուզում եմ խոսենք։ Արդեն ուշ է ժամը, գնա քնելու։ Ուշա, բայց դու էլ չես քնել, չէ՞։ Որովհետև խիղճդ տանջում է, չէ՞, որ Արմանը ուրիշի փոխարեն բանտում է։ Պապի, նորություն ունես Արմանի գործից։ Պարզա։ Գորը այդպես էլ չեկավ։ Իսկ դու ինչ, ուրիշ սպասելիք ունեիր։ Ես քեզանից սպասելիքներ ունեի։ Ես չեմ կարող հավատամ, որ դու ձեռքերդ ծալած նստելու ես, պապի։ Հա, կարող է քո Արմանի մեջ ինչ-որ խոսակցություն ա եղել։ Ու այդ խոսակցության ընթացքում Արմանը սխալ բաներ է ասել։ Կարող է Արմանը ինչ-որ սխալ բան է արել, բայց որ մեկս ենք կատարյալ, պապի։ Ես կատարյալ եմ, իսկ դու ոչ մեկս էլ կատարյալ չենք, պապի։ Երբ որ մենք ինչ-որ սխալ բան էինք անում, դու ճիշտ է ջղայնանում էիր մեր վրա, բայց մեզ ներում էիր ու օգնում էիր, չէ՞, որովհետև քոնն ենք, քո ընտանիքն ենք, քո երեխեքն ենք։ Բա Արմանին ինչի չես օգնում։ Արմանին քո տղայի պես սիրել ես, քո երեխու պես մեծացրել ես, պապի։ Ես չեմ հասկանում քեզ ինչ ա եղել։ Պապի, Արմանը դեռ նորմալ խոսել էլ չգիտեր, բայց դու իրան բերեցիր մեր տուն ու քո երեխու պես մեծացրեցիր։ Դու իրան շատ էիր վստահում։ Մեզ միշտ ցածրացնում էիր, իրան բարձրացնում էիր, ինչն ա փոխվել, պապի։ Հիմա Արմանին ինչի չես օգնում։ Ոնց կարող է թողես, որ քո երեխան ուրիշի փոխարեն պատասխան տա բանտում։ Գիտես էլ կա։ Երբ մարդուն այդքան վստահում ես, ու այդքան տեղ ես տալիս, հետո ի պատասխան ստանում ես այն, ինչի դու արժանի չես, հավատա, որ հոգուտ մեջ ինչ-որ բան կոտրվում է։ Արմանը միշտ քեզ շատ հավատարիմ ա եղել։ Ես չեմ ուզում այս թեման շարունակել, բայց կասեմ քեզ մի բան։ Օրերից մի օր իհարկե Արմանը բանտից դուրս կգա, բայց իմ տան մոտ նա այլևս երբեք չի երևա։ Ինչ։ Պապ, ինչ ես խոսում։ Սա իմ վերջին խոսքն էր այդ թեմայի շուրջ։ Բարի լույս բալես, գորը չի զանգել։
Ոչ մի արձագանք։ Ամբողջ գիշեր սպասել եմ, որ նամակներիս պատասխանի ու չեմ զգացել ոնց եմ քնել։ Չեմ հասկանում, բայց այս ամենին պիտի ինչ-որ բացատրություն լինի, չէ։ Եթե խելքին մոտ ինչ-որ բացատրություն ունենար, կզանգեր կամ գոնե մի երկու բառ կգրեր։ Արդեն մի քանի օր է բոլորս գոռ ենք փնտրում ու ինքը գիտի դրա մասին։ Լավ, ոնց է հնարավոր, որ այսքան օրերի ընթացքում մարդը մի քանի վայրկյան չունենա, որ վերցնի հեռախոսը գրի, օրինակ, զբաղված եմ, չեմ կարող կամ ինչ-որ դեպք է պատահել, հն։ Ոնց է հնարավոր։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Էլ չեմ կարողանում պապիկի կամ Էլկայի աչքերի մեջ նայել։ Ոնց էի փորձում պապիի մոտ միշտ գոռին պաշտպանել։ Ու հիմա ինչ ստացվեց, որ պապիկը հենց սկզբից ճիշտ էր։ Ամեն դեպքում, եթե գոռը կապի դուրս կգա, լսի իրեն բալես։ Հնարավորություն տուր, որ բացատրելով։ Եթե քո ասած նախադասության մեջ ամենակարևորը այդ եթեն էր։ Հիմա կներես, ուզում եմ լողանել։ Պապ։ Էլկա ջան, ես ինչ անակնկալ էր։ Չէր ասել, որ գալու ես, հա? Ոնց ես։ Վատ եմ։ Շատ վատ եմ, պապա։ Ինչի, ինչ ա պատահել։ Պապ, ես հասկանում եմ, որ քեզ չի անհանգստացնելու այն, ինչ հիմա ինձ էս վիճակին է հասցրել, բայց գոնե հանուն ինձ պիտի փորձես օգնել։ Բայց մեծ հանգստացի նստի ու բացատրի ինչ ա կատարվել, հա։ Չեմ կարող հանգստանամ։ Պապա Արմանն է բանտում։ Հետո։ Պապ, հետո այն, որ ինքը ոչ մի բան չի արել։ Ինքը հիմա բանտում է մի բանի համար, ինչ չի արել, հասկանում ես։ Բայց ես ինչ կապում եմ, բալես։ Ինձ ձեռքը ինչ կա։ Պապա, ես չեմ հասկանում, հեշտ է ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել, երբ հարցը հասնում է օգնելուն։ Հեշտ է, չէ՞ տենց։ Իսկ հեշտ է, երբ որ հետո հասկանում ես կարայիր օգնեիր, բայց չօգնեցիր, պապա։ Ալես մեծ հանգստացի ու փորձենք իրար հասկանալ, լավ։ Չէ, պապ։ Լավ չի, պապա, չէ։ Դու ատում ես, չէ՞ Արմանին։ Հա, դու Արմանին ատում ես, բայց որ ուզում ես ճիշտն իմանաս, Արմանը պիտի քեզ ատի։ Ու ինձ էլ քո հետ միասին ու ընդհանրապես մեր ամբողջ ընտանիքին, պապա։ Ինչ ես խոսում։ Պապ, դու, որ իմացար Արմանը բանտում է, պիտի առաջինը վազեիր բաժին ու փորձեիր օգնել իրան, հասկանում ես։ Ես։ Հա, դու։ Դու պիտի ամեն ինչ անեիր, որ պատմությունը չկրկնվեր, պապա։ Իսկ դու հերիք չի մատդ մատիդ չես տալիս, մի հատ էլ ասում ես, ես ինչ կապ ունեմ։ Չէ, լուրջ։ Լուրջ դու կապ չունես, պապա։ Ինչ եղավ այս տղուն, չեմ հասկանում։ Պապ ջան, չես գնալու տպարան։ Չէ, կմնամ տանը։ Լավ։ Մի րոպե սպասիր։ Ասա, պապ ջան։
Նարինե, ուզում եմ զգուշացնել քեզ ու ասել, որ Գարիկը էստեղ է։ Ես գիտեմ, թե քեզ համար դա ինչ նուրբ ու բարդ թեմա է։ Դրա համար էլ զգուշացնում եմ, որ պատահմամբ տեսնելիս անակնկալի չկաս։ Պապ ջան, Գարիկը վաղուց է այստեղ։ Հա։ Ինքը նոր չի եկել, ինքը արդեն մի քանի ամիս է երկրում է։ Էդ ինչ ես խոսում դու։ Հա, պապ, սկզբում շատ վախեցա, երբ տեսա։ Ինչքան որ հանկարծակի հայտնվեց դիմացս, այդպես էլ անհետացավ։ Պապ ուղղակի տպավորություն էր, որ եկել էր զգուշացնելու իր այստեղ լինելու մասին։ Պապ այնքան մեծ վտանգ զգաց այդ մարդուն տեսնելու չես պատկերացնի։ Հիմա դու ինձ կբացատրես, ինչի դու գիտես այդ մասին ու ես չեմ իմացել այսքան ժամանակ։ Պապ, ես ուզում էի քեզ ասել, բայց Միսակը թույլ չէր տալիս։ Ինչ է նշանակում Միսակը թույլ չէր տալիս։ Հա։ Միսակը ասաց, որ հանկարծ քեզ չասեմ, որովհետև իրավիճակը ավելի կբարդացնեմ։ Երբ ես Միսակին պատմեցի Գարիկը այստեղ լինելու մասին, ինքը նույնիսկ չզարմացավ, բայց ընդհակառակը նեղվեց նրանից, որ դու պիտի իմանայիր այդ մասին։